Գնահատում ենք Մադրիդի 25-26 մրցաշրջանում կատարած տրանսֆերները։ Ռեալ Մադրիդի առաջին եւ ամենաձախողած գլխավոր տրանսֆերը, որ 4 հորիզոնականում է Ֆրանկո Մաստանտոնոն, ու ինչու է 4 հորիզոնականում Ֆրանկո Մաստանտոնոն եւ գլխավոր պատճառը ինչու է նա ինձ մոտ առաջին հորիզոնականում, այսինքն 4 հորիզոնականում նա այսինքն ամենավատ տրանսֆերն է ինձ համար Մադրիդի համար։ Նախ առաջին հերթին մենք իրան ձեռք ենք բերել կապրիզի պատճառով։ Կապրիզ ենք ունեցել, որ հանգարց պասաժիր մեզանից առաջ չընկնի եւ ձեռք չբերի Ֆրանկո Մաստանտոնին եւ որպեսի առաջ ասնենք Ֆրանկո Մաստանտոնին ձեռքբերման հարցում եւ մենք ավելի շատ գումար ենք վճարում, քան նա արժանի էր եւ ավելի շատ գումար ենք վճարում, քան Paris Saint-Germain-ն էր վճարում եւ մենք ստանում ենք Մադրիդի ամենաձախողած տրանսֆերը այս մրցաշրջանում։ Նա արժենում է Ռեալ Մադրիդի համար 70 միլիոն եվրո, ողջ ծախսերը հաշված պլյուս մինուս արժանավորը 70-ից մի փոքր ավելի արժանա մեզ համար։ Սա ուղղակի ձախողում է, ուղղակի երբ որ կա այդ նույն տրանսֆերային պատոնի ընթացքում, երբ որ Manchester City-ն ձեռքաբերում Ryan Cherkin 30 միլիոնով, ձեռքաբերում գրեթե նույն գումարով Բավարիան Օլիզեին, ուղղակի անհամեմատելի տրանսֆերներ են եւ նմանատիպ լիքը տրանսֆերներ կան, թեկուզ այլ դիրքերում ենք Աչվինգերի համար չհամատենք, ուղղակի Ռեալ Մադրիդը չափից դուրս շատ գումար վճարեց, ավել գումար վճարեց Ֆրանկո Մաստանտոնոյի համար, ես այս տրանսֆերը 10-ից 3 եմ գնահատում, սա ուղղակի ձախողումներից ձախողում տրանսֆեր էր ինձ համար։ Երրորդ հորիզոնականում է ինձ համար Դին Հաուսենը իմ կարծիքով նորից մենք նրա համար շատ ավելի շատ գումար ենք վճարել, քան նա արժանի էր։ Նա հնարավոր է, որ Բորնմութում ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացրել, բայց նա ընդամենը 19 տարեկան է եւ նա ընդամենը 1 մրցաշրջան է փայլել։ Հասկանում ենք, որ նա նաեւ հավաքականում է շատ լավ հանդիպում ցույց տվել, այսինքն նա կարող է նաեւ հեշտ հարմարվել, չգիտեմ, այդ տարիքում, բայց մենք տեսնում ենք, որ ուղղակի չափից դուրս շատ գումար ենք վճարում նրա համար, մոտավոր 50-ից 60 միլիոն եվրո ենք վճարում այս ֆուտբոլիստի համար, որ ոչինչ չունի ապացած ոչ միտեղ, այդ նույն գումարով կարծում եմ մի փոքր էլ արժել ավելացնել եւ ավելի փորձառու ինչ-որ մերկին ձեռք բերել Մադրիդի Ռեալի համար։ Բայց մենք նախընտրում ենք նրան ձեռք բերել, հնարավոր նաեւ այստեղ դեր խաղաց այն, որ նա իսպանական պասպորտ ունի, կարծում եմ, հիշեցնեմ, որ Դին Հաուսենը ամբողջությամբ հոլանդացի է, նա պարզապես ծնվել է Իսպանիայում եւ նույնիսկ նրա անուն ազգանունը հոլանդական է։ Նա ուղղակի նախընտրել է խաղալ Իսպանիայի հավաքականում։ Ես այս տրանսֆերը գնահատում եմ մոտավորապես 10-ից 6, ինչու 10-ից 6, որովհետեւ դերևս նա հնարավոր է, որ ապագայում ավելի լավ հանդես գա, ավելի լավ բաներ ցույց տա։ Ես հավատում եմ պրինցիպի Դին Հաուսենի որակներին, բայց այս մրցաշրջանում ինչ որ ցույց տվեց Դին Հաուսենը շատ սպասելի էր եւ հասկանալի էր, որ մենք դրա համար շատ ավելի շատ գումար ենք տվել, քան նա արժանի էր։ Երկրորդ հորիզոնականում է ինձ մոտ Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը, ով որ կարծում եմ շատ վատ ադապտացվեց, շատ վատ ֆուտբոլ խաղաց սկզբից, հետո միջև ինքը ինտեգրվեց թիմ։ Նրա գլխավոր գրավականը, որ նա ինձ մոտ երկրորդ հորիզոնականում է, դա միայն պատճառը այն է, որ նա անվճար է արժացել Մադրիդին, այլապես ինձ համար նա կլիներ երրորդ հորիզոնականը, որովհետեւ ինձ համար այս մրցաշրջանում Դին Հաուսենը ավելի լավ ֆուտբոլ է խաղացել, քան Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը։ Բայց քանի որ այս անգամ մենք դատում ենք միայն տրանսֆերների արժեքներով կամ տրանսֆերների կատարած մտքով կամ ցույց տված որակներով, իմ կարծիքով Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը այդ առումով 10-ից 7 եմ ես գնահատում Տրենտ Ալեքսանդր-Արնոլդի տրանսֆերը։ Իմ կարծիքով Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը ընդհանրապես Մադրիդին պետք չէր եւ ընդհանրապես չի համապատասխանում Մադրիդի ֆուտբոլի, գիտեմ, ստրատեգիային, չգիտեմ, ընդհանրապես Մադրիդի հետ կապ չունի կարծիքով Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը։ Բայց ունենք այն ինչ ունենք, գնահատում ենք այնպես ինչպես որ կա, առնվազն նրանք կարողանանք հետո գումչուր գումարի դիմաց վաճառել, որտեղ որ մենք հաստատ պլյուս կլինենք։ Նույնիսկ չի Տրենտ Ալեքսանդր-Արնոլդի շատ աշխատավարձ ենք նշանակի, ոնց օրինակ Դավիթ Ալաբային ենք տվել։ Դավիթ Ալաբան մեր համար ֆանտաստիկ օրինակ էր, որ պետք չի ֆուտբոլիստին եթե անվճարես բերում, միևնույնն է նրան ֆանտաստիկ ինչ-որ աստղաբաշխական աշխատավարձներ տալ։ Առաջին հորիզոնականում ինձ մոտ Ալվարո Կարասը, միանշանակ ձեզ համար դա արդեն պարզ էր, որ երեքին նշել էի մնաստակը Ալվարո Կարասի, իմ համար Ալվարո Կարասը ամենաարդարացի տրանսֆերն էր, ամենախնդրահարույց դիրքերից մեկը Մադրիդի։ Նա միանշանակ չլուծեց ամբողջությամբ ձախ պաշտպանի խնդիրը, բայց իմ կարծիքով մրցաշրջանի սկիզբը ուղղակի նրա մոտ շատ լավ ստացված էր։ Լա Լիգայի նույնիսկ կոնկրետ Վալենսիայի դեմ հանդիպումները մենք հաղթել ենք միայն Ալվարո Կարասի շնորհիվ, սա ուղղակի զարմանալի ստատիստիկա, զարմանալի փաստ է, որ մի ֆուտբոլիստը մի թմի դեմ 2 հանդիպում է հաղթում Լա Լիգայում, այ առավել եւս, երբ որ նրա դիրքը ձախ պաշտպանի դիրքն է։ Ես չեմ ուզում, որ դուք մտածեք, որ այս երկու խաղի համար եմ ես նրան նշում առաջին հորիզոնականում, չէ, ինձ համար կոնկրետ Ալվարո Կարասի տրանսֆերը շատ նորմալ գին էր, նորմալ տարիքի համար, առավել եւս մեր սանն ա եղել, վերադարձնում ենք մեր սանին,
Իմ կարծիքով շատ լավ տրանսֆեր էր Ալվարո Կարրասի տրանսֆերը ու շատ-շատերը իրան ավելի ինչ որ հեյթ են անում Կարրասին, բայց ես կարծում եմ որ Կարրասը արժանի չի հեյթի։ Ինքը միանշանակ բայր եղել է որտեղ որ վատ հանդիպումներ է անցկացրել, նրա առաջին մրցաշրջանն էլ մոռանում են բոլորը, որ նա նաև պետք է ունենա վատ հանդիպումներ։ Ես այս տրանսֆերը գնահատում եմ 10-ից 8, քանի որ նա ամբողջությամբ չբացվեց այս մրցաշրջանում, բայց ես վստահ եմ գրեթե որ առնվազն հաջորդ մրցաշրջանում նա ավելի լավ ֆուտբոլ է ցույց տալու, քան այս մրցաշրջանում ցույց տվեց, եւ ես հավատում եմ Ալվարո Կարրասին եւ կարծում եմ, որ 50 միլիոնը մոտավորապես այդքան էլ վատ գին չի ձախ պաշտպանի համար, այնպես շուկայում այդպես շատ ձախ պաշտպաններ չկան իրականում այդ գնի մեջ։ Պրինցիպի որ մանգային կարող է հնարավոր է ինչ որ տարբերակ գտնեին, որ հնարավոր է նույնիսկ ավելի լավը լիներ Կարրասը, դրա համար 10-ից 8 եմ գնահատում եւ Մադրիդի լավագույն տրանսֆեր եմ գնահատում 25-26 մրցաշրջանի համար։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում եւ գնահատեք Ռեալ Մադրիդի տրանսֆերները ձեր բալային սանդղակով, ինչպես եք դուք կարծում, նրանք որքան միավոր է դուք նրանց կգնահատեք եւ չենք մոռանում անպայման բաժանորդագրվել, լայքը դնել եւ մեկնաբանություններում գրել ձեր կարծիքները։ Հալա Մադրիդ։